Ինչի ես եկել։ Մենակ թե չասես, որ ես չէր ուզում տեսնել։ Աղջիկ ջան, ես Գաբրիելի հետ եկա, որպեսզի բացահայտեմ։ Հա, բա ես էլ եմ ուզում ներկա գտնվեմ էլի այս բացահայտմանը։ Լսի դու աղջկաս հարցին չպատասխանեցիր։ Նրանցից որ մեկն է եղել։ Թողեք տեսնեմ։ Գանգրահերն ու սևահերը։ Դու լսի գանգրահերն ով է, սևահերն ով է։ Նորմալ խոսաբան հասկանանք։ Պիտի որ գանգրահերը Վլադը լինի։ Նրան այդպես եք, չէ՞ դուք կոչում։ Այո, իհարկե։ Ես նրան տեսել եմ քեզ հետ։ Բայց Վլադը չի, չէ՞։ Այն Ալիկի լակոտն Արամիկը։ Այդ սևահեր երևի նրան, հա, նկատի ուներ։ Ոբշում անիմաստ է շարունակելը։ Այն ինչ ասում եմ մենք գիտենք արդեն։ Վլադն ու Արամիկն են իրար հետ եղել, բայց այդ Ալիկի լակոտն է սպանել։ Թվում է թե գիտեք ինչ ա եղել։ Բայց ոչինչ էլ չգիտեք թե ինչ ա եղել իրականում։ Բա ասեք, որ իմանանք։ Դուք ինձ ուժասպառ արեցիք։ Թողեք մի փոքր կենտրոնանամ, հանգստանամ։ La 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 la. Ես ինչ բամիշենի են բերե ինձ։ Ինչ շենքա։ Ինչո՞։ Յա, բարդ ես։ Ծակելու եք իմ, հա։ Ստուգումներ եք անում, հա։ Ստամ էլի ձեզ, ինչ եք ուզում իմանաք, ուզում եք իմանաք, լավ եմ, լավ չեմ, կայֆ չեմ, հա, ենա հարցրեք ասեմ, բժիշկուի ջան, հատուկ ձեր համար գաղտնիքով ասեմ, լավ եմ, 4-5-6 դարոշկով գնացել եմ, 7-րդի տակ եմ մնացել, ամուսնանալ եմ ուզում Վլնային որ չի վերցնում Յա, լավը վերցրիր Վլադ խառապահա չեմ կարախոսամ Էդ ինչով ես խառը, արդեն հասել ես Սևան Դու ինչ իմացա, որ ես Սևանում եմ Գուշակին հիշում ես Հիմա մենք եկել ենք հանցանքի վայր որ ինքը ինչ-որ բաներ պիտի պարզի մեզ համար Դրա համար էլ էստեղ եմ, Վլադ Մերսի, որ ասեցիր, լավա ուշ կան երբեք, հա Վլադ, լավ էլի խնդրում եմ չխոսած վրաս Մոնթեն զանգեց խնդրեց, որ գամ Որովհետև ես գուշակը միակ մարդն է Ով եղբորս միջև տուն այրել է, ինքը մահացած տեսել է Տեր Աստված, լավ, հիմա դրա ժամանակը չէ, հիմա դու որ մասում ես Ասեցի, հանցանքի վայրում, ինձ թվում է դու ես վայրը Վլադիզնից լավ գիտես Լսի գնում ես Մոնթեի մոտ ու իրա մոտից տեղ չես գնում մինչև հաստամ ձեզ, հասկացար ինձ Բայց ինչի ես տենց հասնում, չեմ հասկանում Չենք շարունակում, անում ես նենց ոնց ասեցի Մենակ թե չուշանամ Դե պահն արդեն ասել Ասես ինչ աստեղ կատարվել Կոնկրետացի մի հատ, Գաբրիել Դուք ինձ խանգարում եք Ձեն էներգիան ինձ խանգարում է Լռեք Իսկ գուցե իրականում ինքը մեծ ոչինչ էլ չունի ասելու Որովհետև մենք ամեն ինչ էլ գիտենք Այն ինչ կասեմ, քեզ երևի դուր չի գա աղջիկ
Դրա համար չես համբերում երևի։ Ես ձեր ոչ մի խոսքից չեմ վախենում։ Հիմա ես ձեզ կասեմ։ Քիչ մնաց։ Արհամարում եք, հա ինձ, երես եք դարձրել բոլորըդ, գիտեք Կարմենն էլ կործանվելու է, դուք էլ ուրախանաք, չի լինելու տենց բան, դուք դեռ զարմանալու եք Կարմենի ընդունակությունների վրա։ Հալո, Մի գորա, ամեն ինչ հանգիստ է սիրում։ Հանգիստ։ որ վերցնում ես, ինչի չես խոսում։ Ուզում եմ հասկանամ մենք իրար ինչքան ենք նման։ Ու ինչ պարզեցիր, ինչքան ենք նման։ Ոնց որ քուրու աղբեր լինենք։ Զանգել եմ քեզ պատասխան տալու։ Ես քեզ բան էի հարցրել, որ զանգել ես պատասխան տալու։ Չէիր առաջարկում միավորվենք Վլադի դեմ։ Առաջարկս ուժի մեջ է։ Որտեղից ենք սկսում, որ Վլադին ինչքան հնարավոր է ցավոտ լինի։ Ջանջերից։ Պիտի սկսենք ջանջերին սատկացնելուց։ Իսկ Վլադը մեծ ջանջ է։ Արամիկ, Արամիկ, կարող եմ իմանալ դու ես տանը ինչ ես անում։ Սանայրին տունն է։ Ու պատրաստ է, որ ինձ ամեն վարկն ստեղ կարող ես տեսնել։ Իսկ ես կարծում եմ մենք իրար հասկացել ենք։ Ես չեմ եկել, որ մնամ։ Իհարկե չես մնալու։ Եթե եկել ես Արամիկին տեսնելու, ասեմ, որ տանը չի։ Ես գիտեմ, որ տանը չի։ Դե եթե գիտես, խոսել ես հետը, ինչի ես եկել։ Ես դու գիտես ուր է տղեդ։ Իմ որդին մեծ տղա է ու կարծում եմ, որ դուրս գալուց պարտադիր չի մանրամասն ինձ բացատրի ուրա գնում։ Մեծ մարդ է։ Հա, այնքան մեծ է, որ կարա բանտում հայտնվի։ Ոչ մի նորմալ ծնող թույլ չի տա, որ իր երեխեն բանտում հայտնվի։ Հիմա մեզնից նորմալը ես եմ, թե դու։ Ես։ Չեմ հասկանում, այս աննպատակ խոսակցությունը ինչի համար, հա։ Բայց ես ուզում հարցնես տղեդ ուր է։ Թե քեզ չի հետաքրքրում։ Ինձ երբ պետք է, ես զանգում եմ, հետաքրքրվում եմ ու իմանում եմ որտեղ է։ Իսկ ես անգամ եթե զանգես, չես միանա։ Ինչի։ Որովհետև ոստիկանությունում նրա մոտ հեռախոս թողած չեն լինի։ Ինչի ուր է Արամիկը։ Չլսեցիր։ Ոստիկանությունում ասեցի։ Ինչի։ Ինչի է ոստիկանությունում։ Այդ երեխես ինչ է արել, այդ դու ինչ գիտես, որ ես չգիտեմ։ Տղետ հանցագործություն է կատարել ու դրա համար պատասխան պետք է տա։ Բայց ինչի, ինչ է արել Արամիկս։ Ինչ է արել, որ դու էլ եկել ես, ասում ես, որ երեխեն ոստիկանությունում է։ Շատ բան չի արել։ Ուղղակի հերթական սպանություններ ուզում ուսերին վերցնել, էլ ես ոստիկանությունը ժամանակին հասանք։ Այդքան բան անկին չէ։ Ուր հասակ։ Ինչ է եղել։ Երեխեն որտեղ է։ Սարքել եք, չէ՞ գլխին։ Սարքել։ Շատ ուժեղ երևակայություն ունես, անգին ջան։
Դու հենց հիմա պատմում ես ինչ ա եղել ու գնում ես երեխու հետևից։ Արամիկը տես անգամ պատասխանատալու իր արածի համար։ Ինչի ինչ ա արել։ Ցանկանում էր տղուս սպաներ։ Ոնց։ Արամիկս քո տղեն ա, իմ տղեն ա, ուզում էր իր ոնց։ Ուզում էր իրան սպաներ։ Ես էլի տղա ունեմ։ Ինչը ընդունել չեք կարողանում ոչ դու, ոչ էլ տղատ։ Բայց տղուտ մոտ ոնց որ թե ծայրահեղ վիճակա։ Սպասիր, ուրեմն ոնց։ Արամիկս ուզում էր սպաներ են տղուն։ Հա։ Ուզում էր սոսին սպանել։ Իր անունը, իմ տղու անունը, սոսա։ Սարքում եք։ Երեխուս գլխին սարքում եք, հաստատ մեր ու տղա քեզ տրամադրել են Արամիկից դեմ։ Ես հենց հիմա զանգում եմ երեխուս։ Ուրա հեռախոսս։ Դու ես տեսա է։ Ես տեսա ոնց էր Արամիկը ուզում սպաներ սոսին։ Եթե ժամանակին չհասնեի, ինքը թե իր գլուխը կուտեր, թե երեխու։ Ես չեմ հավատում։ Ինչի տղադ սուրբ ա եղել, ու ես էլ հիմա տենց բաներ եմ ասում ու դու զարմանում ես, հա։ Ոչ, տղես սուրբ չի, որովհետև ոչ դու ես սուրբ, ոչ էլ ես, այդ ում պիտի նմանվեր։ Միակ ճշմարիտ խոսքը, այսքան ժամանակ բրանից է դուրս եկած։ Ես խոստովանում եմ, իմ մեղքն ամենամեծ է այս ամբողջ պատմության մեջ։ Ալիկ, հենց հիմա գնում ես երեխուն տուն ես բերում։ Մնացել էր մենակ ինչ որ ես իմ ում պատճառով երեխես ոստիկանությունում լինի։ Երեխդ միայն ոստիկանությունում լինելով չի պրծնի։ Իրան պատասխանատվության կենթարկեն արածի համար։ Ոչ մի դեպքում։ Դու հիմա դիտավորյալ ես նման բաներ ասում ինձ։ Այսքան ժամանակ ես փրկել եմ դրա կաշին ու հիմա հասկանում եմ, որ սխալ եմ արել։ Սխալը հիմա ես անում։ Սխալ ես անում, որ երեխուն ընդեղ ես թողել։ Այնքան եմ արել, սովորել ես, էլ չես վախենում։ Ուրա, Վլադս եկել ա։ Չէ, բայրախես գնացրել եմ։ Դե ուրեմն գործը շարունակի, պետք չի վրես չռված նայես։ Հիմարն էլ ասում է, որ քնացրել ա։ Սենց ա քնացրել։ Ջոն։ Քանի որ այս տանը ես մենակ քեզ ունեմ, գնացինք այս տնից։ Իրա պայուսակս։ Տատիկին հաջող չանենք, հետո գնանք։ Ամոթն էլ ա լավ բան։ Մա ինչ լավ եկար, մի բաժակ ջուր կբերես։ Դու մինչև հիմա չես հասկացել, որ ես այս տանը ծառա չեմ։ Ես այս ընտանիքի ժառանգի մայրն եմ։ Խնդրում եմ մի գորա, ես վախենում եմ բարձր ձայներից։ Մեկը լինի քեզնից վախեն, այ ցնդած ձայներից վախենում եմ։ Դուր երեխային գրկեմ, կարոտել եմ։ Չեմ տա։ Ու դու երեխուն երբեք չես գրկելու։ Ու ոչ ոք ես երեխուն չի գրկելու։ Շատ շուտով ես վրեժ եմ լուծելու, թե քո Վլադից, թե քո Ադամչոյից։ Ու գիտես ում օգնությամբ եմ դա անելու։ Գնա։ Խորենի։ Խորենիս։ Այո։ Քո սիրասուն Խորենի։ Աստվածտա, որ մենք լավ գործընկերներ դառնանք։ Ափսոս, որ ես քեզ էլ չեմ խնամելու։ Բայց ոչինչ։ Դու ինձ շատ չես կարոտի։ Ինչ ուզում։ Մամային է հրաժեշտ տալիս։ Ասի ուզում ես քեզ տեղից դուրս շպրտեմ։ Էդ ո՞նց ես վարվում Ջուլիի հետ։ Ոյ։ Վերջապես հիշեցիք, որ այս տանը Ջուլի կա։ Երեխուն տուր ինձ ու դուրս գնա։ Վլադը գադուն, ես այսօր վերջնական քո հարցը դնելու եմ իր առաջ։ Ուշացել ես, պապուլ։ Ես քեզ ոչ երեխա կտամ, ոչ էլ հարցս բարձրացնելու խնդիր կլինի։ Ասի ինչ ես ստիպում ինձ, որ ես քեզ դուրս շպրտեմ այս տնից։
Ես նման հաճույք քեզ չեմ պատճառի պապուլ։ Ես արդեն գնում եմ այս գժանոցից։ Այ անպատկար, այս տունը քեզ համար գժանոց, հա? Գժանոցից էլ վատնա։ Ֆու։ Դուրս արի, ռադդ քաշի, չեմ նայ երեխեն գիրկը տայսենց։ Ես գնում եմ այս տնից։ Գնում եմ, բայց դուք պատասխան եք տալու ինձ։ Հələ մի բան էլ մենք ենք պատասխան տալու։ Այո։ Պատասխան եք տալու իմ բոլոր ստորացումների համար։ Ադամ, խորենիս ու Վլադիս կանչի։ Ես այս աղջկանից վախենում եմ։ Դուրս գնա, ասում եմ դուրս գնա, ինձ ափերից մի հանի, կտամ կսպանեն։ Մեկ էլ ինձ չկպնեք։ Երեխուն տուր ինձ, դու ի վիճակի չես երեխա պահելու։ Մոտ չգաք։ Ես ձեզ երեխա չեմ տալու, ու Վլադն էլ նրան երբեք չի տեսնելու։ Էդ դու ես որոշում։ Ես արդեն որոշել վերջացրել եմ։ Ես գնում եմ այս տնից ու երեխուս էլ հետս եմ տանում, բայց դուք բոլորդ հատ պատասխան եք տալու ինձ։ Նույնիսկ ես գիժն ինձ կներեք ասելու։ Ինչ պատիժ է Տեր Աստվածը մեր գլխին։ Վլադ, խորեն։ Արյան կանչ է, արյան կանչ, ոնց էլ հասկացավ։ Գանգրահերնա, այո նա է։ Դու նրա հետ եկել էիր ինձ մոտ։ Ես հենց նոր համոզվեցի դրանում։ Արա ինչ ես խոսում է։ Այդ անասուն լակոտ ալիքի լակոտն ինքն ասել, որ ինքն ասպանել։ Դու նույն բանն ես կրկնում, բայց ասեմ քեզ դու ոչինչ չգիտես։ Այո, այդ լակոտն էր։ Նրան այդպես են ասում, լակոտ։ Ավելի ճիշտ ալիքի լակոտ։ Ես գնում եմ։ Ես այլևս ոչ մի բան չեմ ուզում լսել։ Ոչ։ Այդ գանգրահեր տղան է։ Ես միայն նրան եմ տեսնում։ Այդ ջահելից հետո նա վերադարձել է անցանքի վայր։ Գոռ այդ ժամանակ վիրավոր է եղել։ Արա ինչեր ես է խոսում։ Այդ լակոտն ինքն ասել է, որ Այդ հիմար լակոտը ինքն էլ չգիտի, որ ինքը չի։ Ինքը միայն հրել է։ Հրել։ Միայն հրել։ Այո, եղբայրդ ընկել է։ Իսկ այդ լակոտը փախել է վախից։ Հետո շարունակեք։ Ադանե, մեզ մենակ թող։ Չէ, ինչի։ Եթե պիտի խանգարեի, չկանչեիր ինձ։ Մամա։ Ուր ես գնում։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Ես ձեռքերս ծալած չեմ նստելու։ Թող ալիքն ու իրա լկտի լակոտը իմանան, որ իրանցից վախեցող չկա։ Տուն բարձած։ Չեմ գալիս։ Ոչ դու, ոչ էլ ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել։ Ես պիտի անեմ իմ որոշածը։ Մամա, տուն բարձացի։ Ես գիտեմ ուր եմ գնում։ Ուր քաղմաս։ Հա, հենց քաղմաս։ Գնում եմ բողոքեմ, որ ես իմ ուզածին հասնեմ։ Ուզածդ ո՞րն է։ Ուզածս այն է, որ այդ լակոտը պատասխան տա իր հարածի համար։ Իսկ դու գիտես, որ ես քաղմասում եի ու չեմ բողոքել։ Այ եթե գլխումդ մի գրամ խելք լիներ, հաստատ կբողոքեիր։ Իմաստ չունի բողոքելը։ Մեկը իրան ոչ մի բան չեն անելու, արդյունքում էլ ես գործտվողի անուն եմ հանելու։ Իսկ ես թքած ունեմ, թե ինչ անուն մեզ կկպցնեն։ Մամա, կանգնի։
Լսի, եթե դու որոշել ես լռել, ես չեմ լռելու։ Ալիկի լկտի լակոտը պատասխանա տալու քո ամեն մի կապտուկի համար։ Եթե դու հիմա քաղմաս գնաս, ես Ինձ ահ չտաս սոս։ Եթե դու գիտես քո անելիքը, ես էլ իմ անելիքը գիտեմ։ Այո, գանգրահերը։ Նա է վերջին անգամ էստեղ եղել։ Նա է վերջին անգամ էստեղ եղել։ Իսկ ինչպես է հայտնվել ջրում գոռը։ Հա։ Ես գորիս ջրից եմ գտել։ Ավելի շուտ ափից։ Ափից։ Ես չեմ սխալվում։ Այո, դա գանգրահեր տղան է։ Նա է վերադարձել հանցանքի վայր։ Հա։ Նորից եկավ այդ գանգրահեր տղան։ Հա։ Այդ դու ես։ Դու ես դու։ Դու ես։ Ես որպես մայր, որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ ձեզանից, որ այդ սրիկան, որդուս ծեծող հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Լսում եք ինձ։ Դուք շատ հուզված եք, խմեք, հանգստացեք։ Հա, հուզված եմ, շատ եմ հուզված, բայց ես մի բաժակ ջուր ինձ չի հանգստացնի։ Ինձ միայն մի բան կհանգստացնի, երբ իմանամ, որ այդ հանցագործը պատժված է ու բանտում է։ Մենք արդեն զբաղվում ենք այդ հարցով։ Գիտեմ ինչպես եք զբաղվում, շատ լավ եք զբաղվում, ժամանակ եք ձգում, մինչև Ալիքս Էթրակիչը հայտնվի, փողերը ձեզ տա ու իր լկտին վերցնի ու այստեղից տանի։ Տիկին, դուք ձեր չափերն արդեն անցնում եք։ Չափը անցնում եմ, հա։ Ուրեմն աչքս մտցրեք ձեր անկաշառ լինելը, աչքս մտցրեք ձեր բարեփոխված լինելը, պատժեք այդ հանցագործին, որպեսզի ես իմանամ ու իմ երեխեն իմանա, որ ինքը էս երկրում այդքան էլ անպաշտպան չի, որ բոլորը իմանան, որ հարուստների լակոտներն էլ են պատժելի։ Ձեռները լվացել է, հայրս մի կողմը քաշվե։ Իրա համար ես արդեն մի հաշիվ եմ։ Ինչ որ արագ կապվեց իրա նոր տղու հետ։ Մենակ չկապվեց, թասիպն էլ պահեց։ Ես չեմ հավատում, որ դու ինձ կարաս տեղ թողես։ Էս պրոստը դու ինձ դաս ես տալիս։ Բայց մամաս մեռնեմ իրա կյանքին։ Քեզ ես դաս տալու գործում էլ կխանգարի, պապա ջան։ Ինչ։ Մեր համատեղ կյանքի ընթացքում, Ալիկ, ես քեզ համար խնդիրներ չեմ ստեղծում։ Ես վախացնում ես ինձ։ Լսի, բայց հիմա այո, վախացնում եմ, բայց հիմա ես կկարողանամ այդ խնդիրները ստեղծել։ Եթե Դեր ժամանակ մի կորցրու։ Գործի դեր քո սաղ հնարները։ Բայց մեկ ասեմ քեզ։ Մատից չեմ խփելու այդ լակոտին այս անգամ մաքուր ընդեղից անելու համար։ Հա բա ոնց, կայեշն այս անգամ քո բջին ա ցավացրել։ Բարի օր։ Կարմեն, հեչ լավ ժամանակ չես ընտրել հյուր գալու համար, գիտես։ Բայց ով է ասել, որ ես հյուր եմ եկել։ Դու չէիր խորհուրդ տալիս, որ գամ տուն։ Ես էլ վերադարձել եմ։ Ես խիստ կասկածում եմ, որ դու քո կամքով ես դուրս եկել այդ տնից։ Քեզ հաստատ դուրս են շպրտել։ Ինչ եք անընդհատ իմ մասին վատը մտածում։ Եթե չեք հավատում, զանգեք հարցրեք։ Տեսեք, որ ես իմ կամքով եմ վերադարձել։
Ուղղակի այլ ելք չեն թողել քեզ։ Ստեղծել են բոլոր նախապայմանները, որ դու ինքդ հեռանաս իրանց տնից։ Յա։ Չհասկացա, այդ ուր ես գնում, մեր խոսակցությունը չի ավարտվել։ Եթե մտադիր ես իմ դեմ դուրս գալու, դուրս արի։ Ես քո մասին շատ գաղտնիքներ գիտեմ։ Գիտես բացահայտի։ Հիշիր ինչ մարդկանց են կանայք կործանել։ Բան եմ բաց թողել, մամա։ Իսկ դու երկար ժամանակով ես եկել, թե միջև Վլադիկիդ գալ է հետևիցդ։ Տուր երեխուն տեսնեմ, կարոտել եմ։ Ես էլ եմ երեխա, մամա, ինչ չես կարոտել։ Կամաց, արի։ Ջո։ Վայ Ադամ, դու ինձ փոքր երեխու տեղն ես դնում։ Դու փոքր երեխուց էլ անօգնական ես, Ջուլի ջան։ Ադամ, ինձ այդ աղջկա հետ մենակ մի թողեք, նա անընդհատ ծիծաղում է ինձ վրա։ Ոտից գլուխ ինքն է ծիծաղելու բան։ Ինքը իրանից ինչ է ներկայացնում, որ մի հատ էլ քեզ վրա ծիծաղի։ Նա էլ չի գալու։ Չէ, հանգիստ մնա չի գա։ Բա այդ երեխան ինքն էլ չի բերելու երեխային։ Չէ, ցավալի է, բայց այդպես է։ Ես շատ կկարոտեմ փոքրիկին։ Վլադն էլ կնեղվի նրա բացակայությունից։ Միայն Վլադը։ Բա խորենս։ Ջուլի, այդ փոքրիկը Վլադի տղան է։ Ադամ, ես քայլել եմ ուզում։ Չէ, չես կարող։ Բայց ես շատ եմ ուզում։ Ջուլի, ինչ ես անում։ Ես չեմ ուզում Բեռլինը։ Չեմ ուզում։ Այդպես մի ասա։ Դու մեզ համար բերջ ես։ Ես չգիտեմ, ես ով եմ, ինչ եմ, ինչ կյանքով եմ ապրում։ Մենք քո կողքին ենք, ու մենք հոգ կտանենք քո մասին։ Ադամ, իսկ դու իմ ինչն ես, հա? Այնքան վատ ես, որ չես ընկալան լսես ինձ։ Դե քեզ համար դա երևի թե խորթ է, դու քո սեփական երեխեքի համար էլ չես անհանգստանում։ Զատո դու ես շատ անհանգստանում Ժանոյի համար։ Հա, բայց դու հոգուտ խորքում երևի թե ուրախ ես, չէ՞ պատահածի համար։ Լույսը ուրախանայի, եթե ես վիճակում չլինեի։ Իսկ ինչ է եղել, որ անգինն ուզում է բաժանվի ու ունեցվածքի մեծ բաժինն է ուզում։ Ավելի վատ։ Ու ես վատ բան եմ ես քո մեղքի բաժինել եմ տեսնում լև։ Միշտ չի որ դու ճիշտ ես ըլմում։ Ուրիշներն են երբեմն կարողանում խորը մտածել։ Ու ինչու՞ ես ինձ մեղադրում, ասա իմանամ։ Ես իմ լռությամբ կանխում էի այն ինչ որ եղավ։ Ու ինչ է եղել։ Ոչ։ Արամիկը հարցակվել էր սոսի վրա ու կարող էր սպանել։ Այդ նարկուշ տղետ ինչ է արել սոսի հետ։ Սոսը կապտուկների մեջ է, բայց ընդհանուր առմամբ լավ է։ Իսկ այ Արամիկը քաղմասում է։ Հա ինչ անենք քաղմասումը։ Հիմա քաղմասումը քիչ հետո դրսում կլինի։ Դրսում կլինի ու կմտածի թե ում կյանք է հիմա հարամանի։ Այս անգամ որոշել եմ չխառնվել։ Չեմ ջոգում, փոխվել ես, թե ուզում ես պարզապես լավ տպավորություն թողնել ինձ վրա։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Քեզ մոտ խորհրդի համար եմ եկել։ Ասա ոնց անեմ, որ ճիշտ լինի։ Լավ կլինի, եթե տղետ հասկանա, որ ինքը սովորական մահկանացու է ու առանձնահատուկ մարդ չի։ Այն ինչ ես քեզ չկարողացա հասկացնել, լավ կլինի, որ դու տղուտ հասկացնես, այդքան բան։
Ինչ լավ է տանն ես։ Հա, մնացի տանը, որ քեզ սպասեմ, մտածում էի շուտ կգաս։ Ես էլ շուտ եկա։ Չգնացիր։ Ուր։ Քաղմաս։ Մամ ասա, որ չես գնացել ու ոչ մի բողոքել չես արել։ Չեմ կարող ասել, որովհետև գնացել եմ, լավ էլ բողոքել եմ։ Ես 4 ժամ խնդրեցի, աղաչեցի, ընկա ոտերդ, որ չգնաս, ու չեմ հասկանում, ինձնից ինչ-որ ավելի կարևոր մեկը քեզ պիտի ասեր, որ չգնայր։ Թեկուզ Աստված էլ իջներ։ Միևնույն է, ես կանգ չէի առնել։ Ու գնացիր, ինչ-որ բան փոխվեց, ինչ-որ բան ավելացավ։ Հիմա չհասա, բայց կհասնեմ։ Կհասնեմ այն ժամանակ, երբ որ այդ ոչխարը պատժվի։ Ինքը ուրիշ ձև կպատժվեր։ Պետք չէր տենց։ Հա, դու ոնց ես պատկերացնում դա, ոնց ես պատկերացնում։ Ինքը գար, քեզ սպաներ, արյունդ խմեր, հետո ես գնայի իրան սպանեի, արյունը խմեի ու տենց, հա, տենց շատ լավ է, չէ՞։ Մամ, դու երբ ես հասկանալու, որ իմ կյանքին պիտի չխառնվես։ Ահա։ Ես քո մայրն եմ։ Ու ես չեմ կարող դիտորդի կարգավիճակում մնալ։ Ես չեմ ուզում, որ էդի մտածի ես գնացե գործ եմ տվել, որ ինքն էլ փագի տակ մնա, ես էլ ազատ ֆրֆրամ։ Լսի, արդեն վաղուց ժամանակ է եկել է, որ դու չմտածես, թե ինքը ինչ է մտածում, այլ ապրես հանգիստ ու ապահով կյանքով։ Ես քեզ էսի չեմ ներելու։ Թող դու ապահով լինես, հանգիստ լինեմ քեզ համար, գիշերը գլուխս հանգիստ բարձին դնեմ, դու էլ ինձանից նեղացած մնա։ Ոչինչ։ Հիմա գնամ հաց էլ դնեմ ուտենք։ Ինքդ կեր։ Թողեք! Բաց թողեք! Այ ես չեմ հասկանում, ես ձեր օբյեկտում մի հոգի մարդ չկա, գա դուրը բացի դուս կանք, ասում եմ ֆոբիա ունեմ, վախում եմ փակ տարածություններից, ես սկի մենակ լիֆտ չեմ նստում, ես դաշ եմ, որ մութը ընկնում է, տունն եմ լինում, եկեք բացեք ես դուրը, բացեք, ձենս է կտրվա, վայ մարդ, վայ, ոչ լսում են, ոչ բաց։ Իսկ ով էր ասում մատեմատին չի տարամիկիս օգնելու համար։ Ես էի ասում ու կարամելի կրկնեմ։ Հա։ Այդ դեպքում էստեղի չես անում։ Դու ինչ ես կորցրել այդտեղ։ Էդ էր մնում, որ Ալեքսե Տրագիչի կինը ոստիկանություններում թափառի։ Եթե Ալեքսե Տրագիչը այդքան չկա, որ օգնի իր տղուն, ուրեմն Ալեքսե Տրագիչի կինը պիտի թափառին։ Լավ կանես տուն գնաս։ Եթե դու չես օգնելու երեխուն, ուրեմն ես կփորձեմ մի բան անել։ Իսկ քեզ գիտես ինչա ներսում սպասվում։ Չեմ վախենում։ Դու վախենալ հարց չի։ Խայտարակելու եք քեզ երեխու դերեսից։ Ինչի։ Խայտարակելու են, որ Լոլայի որդուն ածեցել, հա։ Չէ, որովհետև հասցր կողմով ուղեղ անջատած ա եղել։ Համ խմած, համ էլ կտերը լծած։ Խեղճ մնաս, ոչ խմել ես, ոչ էլ… Ես ու ինքը մեկ չենք, էլի խեղճս չտարավ, մեկա որ մի բան անեմ, երեսից ճպացրիր իրա իրական պատկերը։ Դու էլ չգիտեիր, հանկարծ իմացար, շոկի մեջ ընկար, հա։ Թող գնա տուն, հա։ Արամիկիս կտեսնեմ, նոր կգնամ։ Նրան տեսնել չեն թողնում։ Ինձ կթողնեն։ Դե որ կթողնեն, գնա։ Ես ինչա, բոլորը ձենձենի եք տվել, որ շրեկից խայտարական եք, նատանցի տուն։ Ալիք, բայց ուսում եմ երեխուն տեսնեմ։ Չեն թողնում։ Ինչ ասեցիր։ Այդ դու ես։ Ես եմ ինչ։ Այդ ջահելից հետո դու ես այստեղ վերադարձել։ Վլադ, դու թող գնա, ես իր հետ կզրուցեմ։ Ադանը Վլադին վերցրու գնացեք։ Թե ինչի։ Ինչի գնամ։ Ես ուզում եմ ճշմարտությունն իմանամ, այս մարդը գիտի։ Դե հեն ասում է ճշմարտությունը այս մարդը։ Ասում ես ես վերադարձել եմ հետո ստեղ։ Այդ ջահելից հետո այստեղ վերադարձել է գանգրահեր տղան։
Բացի։ Էս ի՞նչ է ասում, Վլադ։ Ճշմարտությունը ինչ պիտի ասի։ Իսկ դու հակված ես սրան հավատալու, չէ՞։ Ես արդեն օգնեցի։ Ես իմ ասելիքը ասեցի։ Ես գնում եմ։ Հա, իհարկե, ասելիքդ ասեցիր, հիմա էլ գնում ես։ Չմոտենաս ինձ տղա։ Իդ բռնի նրան Մոնթե։ Կրկնում եմ։ Այստեղ եկել է կանգրայր տղա։ Թողեք ես ինձ հանգիստ կպահեմ, խոսք եմ տալիս։ Որ եկել հասել էստեղ, ուրեմն իրան հավատում ես։ Նայ աչքերիս մեջ ու ասա։ Ասա, որ իրան հավատում ես։ Հիմարությունները դուրս տալի ինչ հավատում ես։ Ես հիմարություններ եմ դուրս տալիս։ Ես երբեք չեմ ստիպում ինձ հավատալ։ Պետք էլ չի որ ստիպես։ Իրանք քեզ արդեն հավատում են, չէ՞։ Ադանը աղջիկս կներես։ Ես քեզ չպետք է կանչեի այստեղ։ Չէ, ինչի։ Դրայվը պակասել էր ձեր կյանքում։ Էյքոր առանց կասկածի ապրեց Ադանն, էլ ոնց կլներ։ Կարաս հանգստանաս։ Վլադ, ես ոչ մի բան էլ չեմ հավատում։